անցել աշխատանքային նիստ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև եղել են առաջարկներ, քննարկվել է նաև տարբերակ, եթե հավանական տարբերակ լինի մեր ղեկավարին զրկել պատգամավորական մանդատից, քննարկվել է տարբերակներ նստացույցի եւ հացադուլի նույնիսկ տարբերակ, բայց դա ընդհանրապես քննարկված տարբերակներից մեկն է եղել եւ քննարկվել են նաեւ տարբեր այլ հարցեր։ Սա է եղել եւ պետք չի ինչ-որ մեծ աղմուկ բարձրացնել, դերևս process-ը ընթանում է, մենք ունենք նամակ ազգային ժողովի նախագահից, որը լրացուցիչ պարզաբանումների հետ կապված նամակ է ուղղել մեր խորհրդարանական խմբակցության ղեկավարին, քարտուղարին, նամակագրական այդ պատասխաններից հետո մենք լրացուցիչ կտեղեկացնենք, ինչ են կատարվել։ Այսօր եք ստացել, հա։ Այո, Իսկ բովանդակություն։ Ես բովանդակությունը չեմ կարող ձեզ ասել, բայց կապված է բացակայությունների հետ։ Այո, կապված է բացակայությունների հետ կապված, այդ հարցը հիմա քննարկվում է, պատասխանը կլինի ազգային ժողովի նախագահը։ Պարոն Բաբայան, մենք տեղյակ ենք, որ դեկտեմբերի վերջին ազգային ժողովի նախագահը նույն ինքը Գալուստ Սահակյանը հարգելի է համարել պարոն Ծառուկյանի եւ ինչ նման տեղեկություն կա։ Ճիշտ ասած, ես չեմ եղել դիմողը, չեմ կարող ձեզ լրացուցիչ տեղեկություններ տամ, դիմում է ֆրակցիայի քարտուղարը, նման բան կա, քննարկվեց նաև նիստի ժամանակ, որ այդ ժամանակ գնահատվել է իր բացակայությունները հարգելի եւ ինչն է եղել պատճառը, որ միանգամից այս հարցը նման ձևով բարձրացրեց եւ բարձրացավ բոլորիդ համար բացվում է։ Իսկ Արագած Ախոյանի եւ այլ դիմումներ չկա, կարող եմ ասել, որ Արագած Ախոյանը միակ պատասխանատուն է, որ այս բանը դիմում է գրել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դուրս գալու մասին, մնացած այլ բարգավաճների վերաբերյալ նման բան չկա եւ ինչ որ խոսվում է կամ տեղեկատվություն են տարածում գաղափարներ։ Այս ձեր գնահատականը ո՞րն է Արագած Ախոյանի։ Բնականաբար բացասաբար քաղաքական թիմը չի կարելի լքել ամենածանրագույն պահերին, որովհետեւ կարելի է իհարկե կուսակցություններ փոխել ըստ գաղափարների կամ ըստ հայացքների, բայց ըստ ծայրագույն շրջանում, երբ որ կուսակցությունը իր քաղաքական գիծն է առաջանում, կարծում եմ դա ճիշտ քայլ չէր։ Պարոն Բաբայան, դուք պատրաստվում եք նստացույց։ Այո, փետրվարի 20-ը ուժի մեջ է։ Նստացույց։ Փետրվարի 20-ի վերաբերյալ ամեն ժամյա ռեժիմով տեղի են ունենում քննարկումներ, տարբեր հարցադրումներ, Հայաստանի կոնգրեսի ներկայացուցիչները այդ պատճառով են այստեղ։ Ճիշտ ասած, մեր խմբակցության նիստ է տեղի ունեցել աշխատանքային, որտեղ չեն մասնակցել ազգային կոնգրեսի ներկայացուցիչները։ Վերաբերում է ամսի 20-ին, այս պահի դրությամբ ամսի 20-ը մնում է ուժի մեջ, իրազեկումը կատարված է օրենքի տառին համաձայն, սահմանադրության բոլոր հնարավորությունների համաձայն, մենք մեր քաղաքական տեսակետները առաջ ենք քաշելու առանց էմոցիաների, առանց վիրավորանքների, առանց վարքապետումների, քանի որ Հայաստանում պետք է ձևավորվի նոր մշակույթ, որը զերծ է մնալու մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնելու, մարդկանց վերաբերյալ որոշակի բացասական ոչ քաղաքական էթիկայի շրջանակներում արտահայտություններ անելու եւ այլն։ Համենայն դեպս ես կոչ եմ անում, որպեսզի մեր բոլոր գործընկերները մնան քաղաքական հարթության մեջ եւ քաղաքական գնահատականներ հնչեցնեն բոլոր տեսակի բանավեճերին, քանի որ քաղաքականությունը ինքը հենց բանավեճ է։ Պատասխանել ազգային ժողովի նախագահի նամակին, այսինքն ես լիազորված չեմ եւ նույնիսկ մանրամասներին տեղյակ չեմ ինչ պատասխան է դիմելու։ Ֆրակցիայի կողմից այդ պատասխանը Օրակարգը միտինգի որն է։ Միտինգի օրակարգը։ Հանրահավաքի հետ կապված երյակ կուսակցությունների միավորումը եւ ընդհանրապես մեր կուսակցությունը նաեւ իհարկե տարածել է հաղորդագրություն, որ մեջ ամեն ինչ ասված է։ Ավելացնելու բան ես չունեմ եւ լիազորված չեմ ձեզ այս պահին։ լիդերները մասնակցելու են, օրինակ Գագիկ Ծառուկյանը հարթակին լինելու է։ Ես չեմ կասկածում, իհարկե լինելու։ Երեք շուրջօրյա հանրահավաքներ սկսելու քննարկում կա։ Այս պահին ես կարծում եմ այսքանով բավարարվենք, չգուշակություններով կամ վերլուծություններով հանդես չգան, կա այն ինչ կա շատ լարված իրավիճակ մեր երկրում, որը իհարկե ոչ մեկին պետք չէ, այդ լարված իրավիճակը ոչ մի լավ բանի չի կարող բերել, եւ ես կարծում եմ, որ պետք է մենք բոլորս ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկիրը ցնցումներից հեռու գանք, որովհետեւ մեր ոչ մեկի համար ոչ նիստը վարել է ֆրակցիայի քարտուղարն այրած։ Բաբայան, նա հասկանում եմ, քննարկել եք շուրջօրյա նստացույցի տարբերակ։
ամեն ինչ եւ ամեն սցենար Եվ մեր մոտ հակված եք այդ քննարկվելու անելուկը։ է եւ քննարկվում է։ Օրակարգի վերաբերյալ հարցը հնչեց, օրակարգի վերաբերյալ լրացուցիչ եթե տեղեկություններ լինեն, մենք անպայման զարգացային լրատվության միջոցներ Երես տեղեկատվություն եղավ, որ ակտիվիստին Արտակ Խաչատրյանին ծեծի է ենթարկել կողմնակա պատգամավոր, ինչպես կմեկնաբանեք։ Գիտեք, նման մեկնաբանություններ այս պահին անելը դա արդեն կարծում ալուրջ է, որովհետեւ տեղի ունենում քննություն, գործը նախաքննական փուլում է եւ նամանավանդ հրապարակային եւ լրատվության զանգվածային միջոցներով նման արտահայտություններ անելը կարծում եմ հարիր չէ։ Արտակ Խաչատրյանը մասնակցել է տեղազննությանը քրեական գործի շրջանակներում լրատվություններ ցույց է տվել ամեն ինչ ինչ որ այնտեղ եղել է։ Պետք չի փնտրել ավելին ինչը որ կա։ Եվ նման արտահայտություններ անել ես կարծում եմ ճիշտ չի, հենց նման դեպքերում է հասարակությունը ապակողմնորոշում։ Գործը իրավապահ մարմինների հսկողության եւ եկեք զերծ մնանք նմանատիպ որակավորում։